Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց Երևան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու աղոթես, մտիր քո սենյակը, փակիր քո դռները եւ ծածուկ աղոթիր քո հորը։ Եվ քո հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Աղոթ կանելիս շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն։ Արդ նրանց չնմանվեք, որովհետև ձեր հայրը գիտե, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք նրանից մի բան ուզեք։ Եվ արդ դուք այսպես աղոթեցեք, եւ հայր մեր աղոթքն է։ Եվ աղոթքի վերջում ասում է, եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր հայրն էլ ձեզ չի ձեր հանցանքները։ Աղոթքի երկրորդ հորդորը, որ մենք պիտի շատ աղոթենք պահքի ժամանակ։ Եվ մտիր քո սենյակը, փակիր քո դռները, եկեղեցական հայրերը, մեկնիչները ինչպես են բացատրում, ոչ միայն ֆիզիկական սենյակ մտնելու մասին է խոսքը, այլ նաև քո ներսին սենյակը, քո սրտի սենյակը մտիր, փակիր քո զգայարանները, այսինքն կտրվիր աշխարհից, կտրվիր շրջապատից եւ միայն Աստծո առաջ եղիր, միայն Աստծո հետ եղիր։ Մոռացիր աղոթքի պահին ամեն ինչ, հոգսերդ, գործերդ, զբաղմունքներդ, տունդ, տեղդ, ամեն ինչ մոռացիր, որ կենտրոնանաս աղոթքի վրա։ Հա, որ միտքդ չթափառի, միտքդ այս կողմ են կողմ չլինի, բերանդ աղոթքի խոսքեր չարդասանեն, բայց միտքդ ուրիշ տեղ գտնվի, այլ կենտրոնացիր աղոթքի վրա եւ ասма ծածուկ աղոթիր քո հորը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է եւ կհատուցի քեզ, եւ ասма որպեսի լսելի լինես, որպեսի ներվես Աստծուց, դու էլ ների ուրիշներին, եթե մենք չներենք, թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողում մերոց պարտապանը, այսինքն այնպես ներենք, ինչպես որ ուզում ենք ներվել։ Եթե չենք ուզում ներվել, կարող ենք մենք էլ չներել ուրիշներին։ Ուրեմն երկրորդ հատվածը աղոթքին է։ Ուրեմն պահքը ինչ է ուզում մեզանից, բարի գործեր, առաքինի գործեր, ողորմություններ, հա, եւ նաեւ աղոթել շատ։ Իհարկե, այս ամեն ինչը միշտ է պետք անել, ոչ միայն մեծ պահքին, բայց հատկապես պահքի վրա մենք պիտի կենտրոնանանք։ Շատ հաճախ հոգսերով բանով տարված տկարանում ենք այս հարցերում։ Քիչ ենք աղոթում կամ ինչ-ինչ բաների ժամանակ չունենք։ Պահքը հենց դրա համար է, որ մենք մյուս զբաղմունքներից մեր ժամանակը կտրենք, անջատենք եւ դնենք հատկապես այլ նրա մեջ ինչ որ պետք է, ինչը որ մեզ հասցնելու է բարի կենթանության։